քանի խոսք ասեք, այս գործընթացից ինչ ակնկալիքներ ունեք Ես իհարկե կարող եմ երկար թվարկել, որպես տեխնացու նրա առավելությունները արժանիք են։ Ձեր հայրիկի հետ ծանոթացան։ Ուրախ եմ շատ։ Տեխնացուի առաքելության նշանակությունը։ Ինչ եք կարծում կհաջողվի անվստահության գործընթացը իրականացնել։ Անվստահության գործընթացը։ Մենք մի գործընթացի մեջ որ մտնում ենք հաջողություն ունենալու համար, հետևաբար այո կարծում եմ կհաջողվի։ Իսկ մարդկանց քիչ լինելը ձեզ մտահոգիչ չի հանդիպում։ Չէ, մենք չենք կարծում որ մարդիկ քիչ են։ Մենք ավել ռեսուրս չենք էլ օգտագործել, փորձել ենք հայտարարությունների տեսքով մարդկանց կոչով հրավիրել այստեղ եւ ամեն ինչ նորմալ է կարծում։ Եթե ռեսուրսներ կիրառեին, չգիտեմ, մեր հնարավորությունները օգտագործենք, վստահաբար ավելի շատ մարդ կլինի եւ դրա ժամանակն էլ է գալու եւ դուք դա տեսնելու եք։ Իսկ Հայաստան դաշինքը այս պահին ձեզ աջակցում։ Ես այդ պահին հարցազրույց էի տալիս, չլսեցի, հետեւաբար լսելուց հետո թե ինչ է ասել Հայաստան դաշինքը, նոր իմ կարծիքը կայտնեմ։ Իսկ ինչ եք կարծում, որ Հայաստան քաղբանտակյալների թիվը համարում եք, որ ավելանում է եւ այս գործընթացի ինչ քայլեր կհետևեն։ Տեսեք, եթե հարցը տալիս եք իմանալու համար ես ինչ կարծիք ունեմ, ավելանում են կան թե չկան, այո կան եւ ավելանում են։ Եվ կարծում եմ մեր հասարակության զգալի հատվածը տեսնում է եւ համոզված է, որ այո կան Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ եւ նրանց թիվը գնալով ավելանում է։ Այսինքն սեպտեմբերի 26-ից ակտիվ գործողություններ են ընթանալու այս իշխանության Մեր գործընթացների մասին նախորդ բոլոր լրատվամիջոցներին մենք հաղորդելու ենք, թե ինչ ենք պլանավորում, ինչ ենք անելու, երբ ենք անելու, հետեւաբար կհետևեք կտեսնենք։ Այսինքն հնարավոր է, որ 2026 թվականի ընտրություններին մենք այսօր ասել եմ, այո, մեր օրակարգը իմպիչմենտն է։ Եվ դա պետք է տեղի ունենա մինչ 2026 թվականի ընտրությունները։ Դուք հասցրեցիք ծանոթանալ Իշխան Սաղաթելյանին։ Ոչ, որ հարցը ուղղեցին, ասացի, որ չեմ ծանոթացել, հետեւաբար կարծիք չեմ հայտնի, մինչև չծանոթանամ ինչ են խոսել, ինչ են ասել եւ ինչ հայտարարություն են արել։ Այսինքն ձեզ պետք է ժողովրդի համախմբվածությունը, չէ՞ նաեւ։ Սկզբից ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ այո մեր ժողովրդի եւ ժողովրդի համախմբվածություն առհասարակ է պետք ոչ միայն քաղաքական process-ների ժամանակ, առօրյա կյանքում էլ է պետք է համախմբվածությունը։ Բոլոր երկրում տեղի ունեցող գործընթացների ժամանակ էլ է պետք է համախմբվածությունը։ Առհասարակ մեր երկրի ապագայի համար էլ է պետք ժողովրդի համախմբվածությունը։ Ես միշտ ասել եմ, երբ որ մենք համախմբված ենք լինում, մենք միշտ հաղթանակներ ենք ունենում։ Երբ որ պառակտում ենք, մասնատվում ենք, մենք միշտ պարտություններ ենք ունենում։ Հետևաբար բոլոր գործընթացների ժամանակ միշտ պետք է մեր ժողովրդի համախմբվածությունը։ Եվ արդար ուղղությունների Դες ենք շնորհակալ։ Մեկ հարց է։ Հարակյանում Վալոդիա Գրիգորյանի սպանությունը դուք քաղաքական ենթադրում։ Այսօր խոսել եմ Վալոդիա Գրիգորյանը իմ ընկերն է։ հաջորդ բոլոր ընտրությունները, որոնց կազմակերպիչ հանդես եկավ Շատ դաժան բան տեղի ունեցավ։ Ինքս երկրին պիտանի մարդ էր։ ընտրական տրամաբանություն Շատ ծրագրեր անկատար մնացին, բայց ես այն մարդը չեմ, որ 2018 թվականից չիմանալով ինչ-որ կարծիքներ հայտնել, թողեք թող քննությունը գնա կհասկանանք քաղաքական չէր, անձնական չէր, ճիշտ չեմ համարում, կոռեկտ չեմ համարում հիմա կարծիք հայտնել այդ դեպքի մասին։